Պարոն Վահագն Ալեքսանյան ջան, բարև ձեզ, ո՞նց եք։ 7 ամիսա զանգում չեք պատասխանում, հուսով եմ լավ եք։ Ես լավ չեմ։ Հիշում եք, որ 7 ամիս առաջ եկել էի, խնդրում էի, որ այս TikTok-ի այս վիժվածքների դեմը առնենք։ Արդեն իմ ընտանիքին են կպնում։ Ինչ անեմ, տեղն է գիտեմ, ձևն է գիտեմ, ձևերից մեկը։ Գնամ սպանեմ, գնամ նստեմ։ Ընտանիքս մնա առանց ինձ, նրա ընտանիքն է դժբախտանա։ Եկեք դեմը առնենք, էլի դժվար բան կա, ես շարքային քաղաքացի կարող եմ գտնեմ։ Մի հատ բլոգ ստեղծելի ինչ է, այս ինչքան պարապ են մեր իրավապահներից շատերը, որ սպեցի աշխատողները մտնում են ստես վատ բաներ են անում։ Այդ ո՞նց ալնում։ Էլ գողական են քրվում, էլ դերասան ու երգիչ երգչու են քրվում, վարչապետ ու նախագահ են քրվում, քաղաքական գործիքներին են քրվում։ Չի լինի, չէ՞։ Շատ եմ խնդրում, եկեք ես հարցի դեմը առնենք, ես եկա ձեր հետ հանդիպեցի, ինձ սարքեցին, չգիտեմ, նիկոլական, արդեն այդ դրանից էլ եմ գժվել։ Ու այս կողմի հետ հանդիպում ես դառնում ես նիկոլական, այն կողմի հետ հանդիպում ես դառնում ես նախկինական։ Հիմա կարանք մեր ապագայի մասին խոսանք նախկիններով ու ներկաներով։ Կարանք ընենց անենք, չդառնանք մարդասպան կամ գիժ։ Ինչ է, այս երկրում նորմալ մարդը տեղ չունի։ Իհարկե ներողություն եմ խնդրում ժողովուրդ ջան, ես խոսալուս համար, բայց սրա իրավունքն էլ ունեմ։ Կարելի է միակ մարդն եմ, միակ մարկանցից եմ, որ ես հարցը բարձրացնում եմ ու միշտ իմ վրա է մնում։ Չեմ ուզում ոչ մեկին վնաս տամ, չեմ ուզում։ Գիտեմ, սաղի տեղն է գիտեմ։ Խնդրում եմ այս հարցին, թեգեք թող վարչապետն է տենա, թող այդ ընդդիմադիրներն էլ տենան, թող սաղ տենան ներկա, նախկին, ապագա, անցյալ։ Թեգեք թոսախ տեսնեն։ Այս հարցը պետքա լուծվի։ Այս պիղծերին պետքա պատժել։ Հանրորեն բոլորին է ցույց տվեք, թող մյուսները տենան չանեն։ Հիմա մենք կրակն ենք ընկել, որ մենք մեր սրբությունը ատամներով ուզում ենք պահենք։ Ինչ անենք, թքենք անցնենք առաջ, դե հա ինտերնետով է, ուրեմն նորմալ է, դե հա դե ինտերնետով է։ Դե ձեզանից որ մեկի նկարը կամ երեխու կամ կնոջ նկարը դնեմ, վատ բաներ խոսամ, ասելու եք նորմալ է։ Խնդրում եմ հարցին լուծում տվեք։ Շնորհակալություն։